իշխանության 2.5 միավորանոց իշխանությունը, հանրապետություն խմբակը, մյուսները, ովքեր թալանչիական թանկացման որոշումներ են դակում, հենց հիմա թող իջնեն, նայեն այս մարդկանց աչքերի մեջ ու տան ինչ-որ կոմպետենտ պատասխաններ։ Մարդիկ ուղղակի խնդրում են, աղաչում են, որ իրենց խնդիրը լսելի լինի, իրենց խնդրին լուծում լինի։ Կանչում են, ասում են բարերարներ գրավեք, ուզում եք միջոցներ կառավարությունից, այդ որ ամեն տարի Աննայի համար տարբեր ամենագնացներ եք առնում, Մայրամիկի համար թանկարժեք մեքենաներ եք առնում, ձեռ եք առնում, թե կրթությունը նորաձև է, կրթությունը միշտ էլ նորաձև է և այստեղ կանգնածներից բոլորը կրթված մարդիկ են, պարզապես վտանգավոր վիճակում են ապրում և ահազանգում են։ Իմացեք, որ մենք ձեզ հետ ենք, սիրելի բնակիչներ, Մայր Հայաստանը ձեզ հետ է, մենք չենք թողնելու, որպեսզի ձեր ձայնը ոտնահարվի, մենք ձեզ հետ մինչև վերջ պայքարելու ենք, թող իջնեն ու պատասխան տան։ Իջնեն պատասխան տան, թե ինչքան ժամանակ է իրենց անհրաժեշտ այս մարդկանց տարհանելու համար։ Եթե այդ քաղաքային իշխանությունը չունի այդքան գումար, ապա թող պահանջեն Նիկոլից։ Թող Նիկոլը գա այստեղ և մարդկանց ասի, որ այստեղ 3 միլիոն վարչապետեր են կանգնած, բոլորը վարչապետ են, այս մարդիկ վարչապետեր են, ովքեր չունեն թիկնազոր, բայց իրենք թշնամու բանակի առջև կռվել են, այս պահին այս ընտանիքներում կան տղաներ, ովքեր սահմանին կանգնած զինվոր են, այս ընտանիքներում մեծանում են վաղվա զինվորները, այստեղ դասալիքներ չկան ի տարբերություն կառավարության և այս շենքում նստածների, այս դասալիքները և կառավարության շենքի դասալիքները թող համարձակվեն ու գան այստեղ կոմպետենտ պատասխան տալու Վարդաշեն 6-րդ փողոցի 2 հանրակացարանային շենքի այս բնակիչներին։ Ոչ թե ոստիկաններին բերեն, ինչ անեն այս խեղճ ոստիկանները, որ բերել եք։ Դուք իջեք, 2 պաշտոնյա մարդ չկա, որ իջնի, այսքան ոստիկան եք բերել։